Բարի լույս բոլորին, գտնվում ենք հրապարակի կենտրոնում, որ ասում է հանդիպման վայրը չի փոխվում, անցած տարի, այս ժամանակներն էր էլի, այս վայրում հանդիպեցինք և տուրիստական կազմակերպությունով, տուրերով ուղևորվեցինք մեր գեղեցիկ հայկական աշխարհը բացահայտելու, որովհետև իսկապես շատ բացահայտելու վայրեր կան։ Մի խոսքով այսօր տուր ենք վերցրել, 2 օրով գնում ենք Սյունիք։ Առավոտ շուտ ժամը 8-ին 10 պակաս, մենք արդեն տեղում ենք, ինչպես միշտ այս փոքրիկ բուսիկներն են ու ճանապարհորդվելու ենք 2 օրով։ Դավիթս պատրաստ է։ Հա? Չբարևեցիր։ Բարև։ Բա։ Դավիթիս մի կերպ առավոտ շուտ արթնացրել ենք, սենց չէր հելում, երեկոյան ուշ էինք քնացրել, չէր կարում զարթնել էլի։ Սպասում ենք բոլորը հավաքվեն, որ գնանք։ Հա? Դե լավ, գնացինք։ Չենք մորանում, նախորոք մի հատ լայքը դնում ենք, նոր դիտում ենք, անցով ենք դնում։ Արշավներ ակումբի հետ, անցած տարի էլ իրանց հետ էինք ճանապարհորդում։ Տեղավորվել եք, հա? Տատիկն էլ եկավ, կազմը պատրաստ է արդեն։ Պական եմ, լավ, ձեզ չնկարեմ փաստորեն։ Հա, բայց ով ա նայելու ստեղ ձեզ ես տեսնում։ Հա, օքեյ, լավ, ձեզի հա։ Օքեյ, հիշեմ ձեզի, որ չնկարեմ։ Հա։ Դե նստի։ Հա, այսինքն։ Չէ, ինքը որ նվարտիկին տեսել ա, վերջ արդեն։ Ինքը իրա քուրիկը։ Այո, մի շիշ գինի։ Արդեն տեղավորվել ենք բոլորս ու սպասում ենք շարժվենք։ Ջան, գնացինք, բարի ճանապարհ մեզ։ Հա, ես կգնամ ընդեր։ Ճանաչեք լավ իրար, ես հրաչուհին եմ, ձերս 2 օրերի զբոսավարն եմ լինելու։ 22 տարեկան, առաջին մասնագիտությամբ հատուկ մանկավարժ լոգոպեդ, սովորել եմ, ավարտել եմ մանկավարժական համալսարանը, սովորել եմ 1 տարի Ֆինլանդիայում Հելսինկիի պետական համալսարանում։ Համոծածավ, մեզ բարեհաջող տանես բերես։ Բացահայտելու ենք Սյունիքի հրաշքները, Սյունիքի ամենատեսարժան վայրերը, բայց սկսենք նախ Վայոց ձորով։ Առաջին կանգառը կանենք մեր ֆուդկորտից հետո գնալու ենք ջերմուկ։ Ջերմուկում լինելու ենք ըմպելասրահում և ջրվեժում։ Հետո արդեն կգնանք դեպի Սյունիք, կլինենք Շաքի ջրվեժում, կգնանք Սիսավանք, կլինենք Քարահունջում, հետո կգնանք դեպի արդեն Գորիս, կլինենք Խնձորեսկում ու կգանք հյուրանոց։ Մի փոքր կհանգստանանք, հետո ովքեր ցանկություն ունեն երեկոյան Գորիսը ձեր տրամադրության տակ է, կարող եք դուրս գալ զբոսնել, Գորիսը ամենաապահով քաղաքներից մեկն է համարվում, այնպես որ հանգիստ կարող եք երեկոյան ժամին դուրս գալ և մեր առավոտը կսկսենք նախաճաշով, մոտավորապես տենց 10-10:30 կնախաճաշենք ու կուղևորվենք դեպի Հին Գորիս, կամ կարող է Հին Գորիսը օրինակ այսօր հասցնենք ան։ Ընթացքում կախված մեր հոգնածության աստիճանից մի փոքր կարող է փոփոխություններ անենք, որ ավելի թեթև լինի ամեն ինչ։ Երկրորդ օրը տրամադրելու ենք իմ հայրենի Տաթևին, կգնանք Ճոպանուղի, հետո կգնանք դեպի Վանք ու վերադարձին կմտնենք Որոտնավանք։ Որոտնավանքից հետո կգանք Վայքում նորից ֆուդկորտում կանգառ կանենք ու կուղևորվենք դեպի Երևան։ Այսքանը մեր գրաֆիկի հետ կապված։ Վճարովի կանգառներից են Քարահունջը, արժեքը կազմում է ինչպես Հա, 1500 գրամ, սենց, բայց որ ասեմ ես ինչ մի երևելի տեղ է, որ գովեմ, կխապեմ, որ գովեմ, և նաև մենք ջերմուկում ունենք լողացող լաստանավ,
լողացող սրճարան, եթե մարդիկ կլեն ովքեր կուզեն դրանով նավարկելը որն է գալերիայում 7 աղբյուր լիճ ունենք, որի վրա այդ լողացող նավը պտտվում է։ Դավիթը քնել է։ Արփագետն է հոսում այստեղով։ Անցանք։ Հոսա այստեղ։ Քնել էր Դավիթս մի կերպ անենք, առաջին ընդմիջումն ենք անում, եկել ենք հասուտելու, կես ժամ ժամանակ ունենք։ Գնա, եկել ենք հասուտելու, սենց ռեստորան է, տեսնենք ինչ համով բաներ կա։ Պիցաներ կան։ Աղցանների տեսականին։ Բանջարեղեն տապակած։ Քաբաբները շշի վրա խորոված։ Հավերցրեք ինչ։ Ինչ ես ուզում։ Չգիտեմ։ Ես ֆրանսիս կդարձին կորկա։ Խաչապուրի։ Ողտով։ Դա մեր ուտելիքները։ Մեկ էլ 3 հատ սուրճ հայկական։ Բայց էդի հետո ենք վերցնում, էլի։ 4700։ Ես խաչապուրի եմ վերցրել։ Լավ մեծ խաչապուրի է։ Դավիթը ոչինչ չի ուզում ուտի։ Հա, բան է, կանդիցիաները միացրած, արագի մեջ կերանք, ժամանակը քիչ է։ Մի հատ է սուրճ, խմորեղենով, մեղրով տորտա, այսը պիտի չիմալակու է երևի։ Ու ճանապարհը շարունակենք։ Կես ժամ պիտի հասցնենք, պատվիրենք, ուտենք, սուրճն խմենք, գնանք։ Համով է։ Դավիթը հնդկաձավան, ինչպես միշտ, գրեչկան իր սմետանով։ Ները սիրուն են սիրուն, այսպես ուրախ մթնոլորտով ճանապարհը շարունակում են, հասնում են ջերմուկ։ Կանգ ենք առել ջերմուկում, գնում ենք ջերմուկի ջրվեժը տեսնելու։ Տենց ասես չէ, եթե լավ եմ հիշում։ Ինչ սիրուն բնություն է, բայց շունիկ մի վախացում էց հրաշք բնություն ունենք է, շատ սիրուն է։ Հասանք ջրվեժին։ Հələ մի հատ նայեք եմ վերևով, սենց հրաշք։ Խոսքերն ավելորդ են այստեղ։ Նվարտիկը դրա հարցիկը ծրծել է։ Նորից կանգ ենք առել, ջերմուկում ենք դեռ, հիմա էլ գնում ենք ըմպելա սրահ, որպեսզի խմենք համեղ ջերմուկի բուժիչ ջուրը։ Շարլանզնաբուրի արտոն։ Ահա, այստեղ ենք նստում, շրջող նավակն է։ Մեզի պտույտ ատալու, մենք կարող ենք նստել։ Սուրճ խմել, թեյով ինչ կուզենա, թեյ էր շոքին, սառը հյութ,
Դա։ Նստեք։ Դավիթն է քշելու։ Քշի, բայց Հա, դա դու ես քշում։ Հա, մեզի բարով խերով ման կտաս, հա։ Ինչ ասեց։ Մի քիչ հետո շարժվում է։ Նոր վերեց։ Հա, ցուրտ է մի քիչ աջալներով փաթաթվել ենք սենց։ Էտա ոնց որ շարժվում ենք արդեն, հա։ Նայ։ Մամա, Ջոնո։ Հələ հարցրա ուր է տանում մեզ։ Չես հարցնում։ Անտառ։ Անտառ ենք գնում։ Դավիթ, սպասի։ Սպասի մեր հետ։ Արիստե։ Վերջ։ Լավ էր, գոհ ենք։ Ամպելա սրահ։ Երեք աստիճան այստեղ։ Գրածա որ տարածքը տեսանք։ Վաու, շտոքա, չայ պետք է խմենք։ Էս էլ է թակ, էս էլ 50 աստիճան է։ Բայց առողջարար է, ոչինչ խմի։ Հա, ինչ, ոչինչ։ Առողջության համար։ Հա, մենք էլ ենք այդ հույսով։ Այդտեղ արդեն 45 աստիճան է։ Բայց համերը նույնն է։ Այստեղ արդեն 35 աստիճան։ 30 աստիճան, սրանից ցածր էլ չկա։ Առողջարար ջուրն էլ խմեցինք հանքային։ Համեղ էր, բայց հա, ասենք բուժվեցինք, ինչ կար չկար, մաքրեց տարավ։ Իմաս չէ։ սրտ խառնոց կա, ուրեմն բարձր է։ Գնա նստի, հա։ Իջել ենք կակաչների դաշտը մի հատ սիրուն նկարվենք ու գնանք։ Վայ։ Հեռախոսի սմարթկոցը նստում է։ Դա վարի։ Արի ծաղիկ հավաքենք, արի, լեն այս սիրուն ծաղիկներ են, որ։ Դե մեծ քաղ է։ Ապրես, դե արի։ Իսի սիրուն ծաղիկներ հավաքեցիր դու։ Չէ, շատ մի հավաքի, արի։ Գնում ենք մենք, կարնվա, չես գալի լուրջ։ Ճոճում է դի։ Հա ինչ անենք, Պարապետի գերեզմանը ներքևն է, թե վերևն է։ գնում ենք ճոճվող կամուրջը սիրելիներս հիմա։ Դուք սպարապետի գերեզման գնա, կամուրջ, մինչև կամուրջ Այսենց աստիճաններով իջնում ենք։ Դուք վայել եք, մենք գնում ենք դեպի ճոճվող կամուրջ։ Էքստրեմի սիրահարները գնում են ընդեղ։ Դավիթն էլ է գալիս։ Պատկերացնում եք Դավիթը։ Յա, ես գալիս ես։ Չէ, ես գերեզմանի եմ։ Ապրեք, շատ լավ իջնում եք։ Հիմա մի փոքր տեմպ ենք տալիս։ 1 Արագացրեք։ 2 Դավիթն է որ Դավիթը լավ գնում է։ փուչուր է իջնում։ Դե բա քիրավ լոնքերով է իջնում։ Չէ, տաքսիո շուտ կհելնեք։ Հա։ Այո։ Դա ես քեզ կասեմ ինչ։ Հա, ստեղ չի ճոճվում, մեջտեղի հատվածը կսկսի ճոճվել, բայց նա ինչքան ամուր սարքած է, մի Ամուրի վախեցի։ մոմենտ ես որ բախեցինս վախենում եմ, աշկը դնում է ներքև։ Դե պետք է չնայես ներքև։ Արի մամայի մոտ։ Պոպոկ, ոյ, արդեն շարժվեցինք։ Շարժվում ենք, դավ։ Տեսնում ես։ Շարժվող կամուրջ է։
Չէ, չի փոքվի, դու շադիր գնա։ Հիմա հասանք։ Այվասը, նայ դա ավելիչքոն բարձր ենք մենք, տես։ Հա, դու քո ուշքու միտքը ձերն են։ Վաու։ Մամա, ոնց որ նավ է։ Մորանանք դինես։ Չէ, չենք մորանա դինես։ Վաու։ Նենց մի ադրենալինը բարձրանում է մարդու։ Նայեք։ Հատ սպաս։ Ապրի Դավիթը։ Առանց վախենալու։ Արագ, արագ ոնց։ Տեսակ, հատ նայեք։ Հատ այս կողմից սենց նկարել։ Այս կողմուջով սենց անցել։ Հե։ Ահավես Դավիթի։ Անտարի միջով։ Ոյ, ինչ լողն ես։ Ճանջերին է քշում։ Փորձեք, հետ գալուց կարակ ոտքով գալ, գնալով Տավ ու շատ իրար ես կո։ հավեսա լինում։ Ով է կարան գնանք ընդե։ Վար չես ուզում։ Կամը կարակ ընդեից գակ։ Մի հատվածն է այստեղ պահպանվել։ Խնձորեսկը բավականին շատ բնակչություն է ունեցել է 8 աղբյուր, ունեցել է դպրոցներ եւ ունեցել է նաեւ 4 եկեղեցի, որոնցից մեկն է հիմա կանգուն։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որտեղ որ հիմա մենք գնում ենք։ Եկեք կամած առաջանանք, գնանք դեպի Սոնայի աղբյուր։ Գնում ենք Սոնայի աղբյուր։ Թե մեր Սա էլ Սոնայի աղբյուրն է։ Մեծականակ չէր, որ կարողանային համարժեք պատասխանը տալ եւ որոշումը ընդունվում, որ յուրաքանչյուր տնից մի կին էլ պետքա զենք վերցնի ու գնա կռվի։ Սմբատի կինը Սոնան ունենալով 9 զավակ վերցնում է զենքը եւ գնում ամուսնու հետ պայքարելու։ Կռվի ժամանակ մահանում է թե Սոնան, թե ամուսինը ու 9 երեխաների խնամքը մնում է Սոնայի զառամյալ հոր ուսերին։ Դե պատկերացրեք 9 երեխա, մեկ անգամ կաթից կտրված չի լինում ու ծեր մարդը դժվար չէ կարողանալ են համարժեք խնամքը տալ, ինչ որ կարողանային մայրը եւ հայրը տային։ Դրա համար մի աղբյուր է կառուցում, ասելով թող թասը նման լինի Սոնայի կրծքերին եւ երեխաները ջուրը խմելով լիանան, հիմա որ մոտենակ նայեք, այդ հատվածը նման է կնոջ բանալի, դրա համար անվանում է Սոնայի աղբյուր, 9 մանկանց աղբյուր։ Ասում են ամեն անցնող դարձողը եկել մի խաղալիք, մի ուտելիք, մի հագուստ է թողել այս մասում ու հենց այդ թողած ամեն ինչով էլ կարողացել է Սոնայի հայրը պահել եւ մեծացնել իր թորներին։ Չպագնությունը պետք չի լվացվել հիվար տեղերը չի բուժում, կոպեկ ցելել պետք չի երազանքներ չի կատարում, ուղղակի սարերից եկող մաքուր ջուր է։ Ջրի համը մեկ արտասովոր է լինում մեր քիմքին, որովհետև մենք սովոր ենք խմել կրանտից եկող քլորով լցված ջուր, իսկ այս մաքուր ջուր է լվենք։ Դավիթս ձի անստե։ Լավ նացին, իր անուն ինչ է։ Դնջո։ Դինջո, հա, դինջո։ Դե քայլեք եկեղեցի ժողովուրդ։ Դե չի, Դավիթ չի։ Չէ տակրքիրա, չէ, սանտարի մեջ։ Ասենց եկեղեցին սարքել են, էլի։ Ոնց են բեր այդքան քարերը։ Ձորի առաջ ուժեղ են։ Հա, խխունջա։ Թող։ Դիրտ է։ Հոտելին ոնտեն։ Հա։ Վաու։ Նստի։ Ուր ենք գնում, եկել ենք հոտել։ Գիշերը կմնանք ստեղ, հետո առավոտը նորից կշարունակենք մեր ճանապարհությունը։ Էտա սա էլ մեր սենյակն է։ Ասենց Всё վայնա դրճտակ։ Ստեղ տեղավորվենք, հա, Դավիթը մեր մեջտեղը։ Մի հատ թափով լողանում Այս է։ կողմն էլ մի հատ առանձին սենյակ, ասենց։ Շատ լավ է։
իջնենք, որ Ա, մի հատ են դրեք քեզ սրբոչ։ Ոչ, լավ, իրան։ Մի խոսքով սենց, սենյակները արդեն տվեցին, կողքինք։ Իրանք էլ այստեղ են, երկու հատ սենյակ ունենք։ Սենց։ Հարմարավետ սենյակներ են, մահճակալները մի խոսքով տեղավորվել ենք։ Տենց, հիմա գնում ենք հաց ուտելու, բայց այստեղ ձեզ ասում եմ պակա-պակա վլոգը ավարտում եմ, շարունակենք։ Բա ինչու հաց ուտելը ցույց ես տալիս։ Մյուս անգամ դու երկար կգնա։ Թող մնա բա։ Դե լավ։ Պակա, լայք եք։ Լայք եք, Գորիսը շատ գեղեցիկ քաղաք է։ Այո, այո։